Էսենց, արդեն մանգուստ։ Մանգուստ չէ, Լևոն։ Լավ, թող Լևոն լինի։ Թող չէ, Տիկո։ Ես 17 տարյա Լևոնա, ու Լևոն էլ կլինի։ Լավ, ես ինչ մի դերիդ մեջ մտար։ Հիմա ես դասից եմ ուշանում, Տիկո։ Լավ կարես մյուս անգամ անուս չխառնես։ Ինձի դաս մաս չի հետաքրքրում։ Արի նստի ավտոն գնում ենք, Մանվելը սպասում է։ Ես չհասկացա։ Մանվելի աշխատողն է, երեխեն է, որ երբ մատը մատին տա վազելով մոտը գնամ։ Ըստ դու մոռացար, որ բոյի էիր չեկար։ Զանգելիսը չես պատասխանում։ Ըստ խապելն է նոր ես սովոր է, հա։ Հա, Տիկո, նոր եմ սովոր է։ Ու ասեմ ձեզնից։ Այդ երբ ենք մենք քեզ խապել, որ։ Պարզվում է, որ միշտ, Տիկո։ Դու հիմա արդեն սխալ բաներ ես խոսում։ Արի նստի մեքենան, Մանվելի հետ կխոսաս։ Չունեմ խոսալու, Տիկո։ Եթե մարդինց գոնը մի անգամ խափում է, ես յանը լսելու ցանկություն չեմ ունենում։ Այդ ինչով է խափե։ Սակոն մերել, հա, Տիկո։ Հա, մերել է։ Այ հենց հիմա դու խափում ես։ Այ քեզի բան ախպեր, որ այդ տղեն մերել է, ինչ ասեմ չի մերը։ Մերելները, Տիկո, գիշերը բարերում չեն հարվում։ Այ փոսի մեջ հանգիստ քնում են։ Այդ աշկի տա երևաց է։ Լսի, Տիկո, դու կարող ինձ ապուշի տեղ ես դրել, որ ինչ ասես տենց մի անգամից հավատամ։ Սակոին ես իմ աշկով եմ տեսել։ Պարզա։ Հա, բայց որտեղ ես տեսել։ Համրեն դեպս ոչ գերեզմանոցում։ Այ բարում լակելուց։ Լևոն։ Հաջող, Տիկո, էլ խոսալու բան չունեմ։ Այ քեզի բան ախպեր։ Ինձ ասել են տար, ես է պտի տանեմ։ Ու կտոնեմ։ Բարև ձեզ։ Բարև։ Ընկեր Մնացականյան, Ասա, Մերին երբ է դպրոց գալու։ երբ որ իրեն լավ կզգա։ Բայց ես իրան զանգեցի, ինքը արդեն իրեն լավ է զգում։ Ուրեմն շուտով կգա։ Իսկ եթե չեկավ, կգնաք տեսնելու։ Յո։ Բայց հարմար կլինի։ Ես ինչ միսես ոգևորվեցիք, որ։ Արդեն այնքան եք մեծացել, ձեզ ու ձեզ որոշումներ եք, հա, կայացնում։ Ձեզ որ թողներ ամբողջ օրը ման կգաք։ Իսկ ձեր փոխարենով պիտի սովորի ես։ Դասերից հետո եք ասում։ Չխոսես։ Հիմա խելոք նստում եք, գրքերը բացում եք։ Ես մի րոպեով մտնեմ ուսուցչամը զգամ։ Հասկացաք? Ձայն չլսեմ։ Ալո։ Հա, տեսա դրան։ Հա, տեսա։ Ու ինչ։ Մի քիչ լեզվին տվես, բայց թե ոչինչ կբերեմ։ Ուրեմն եթե պետք է զանգի տղեկին, բայց եթե 10 րոպեից մոտս լինի, հասկացար ինձ։ Կլինի հանգիստ տեղի կբերեմ։ Լավ։ Ես դες ինչ եմ անելու գլխիդ մանգուստ։ Մաշա, ինչ ա եղել։ Ինչի համար ես լաց լինում։ Սիրահարվել եմ։ Բա դրա համար լաց են լինում։ Ես էլ մտածեցի ինչ-որ լուրջ բան ա եղել։ Հա, ես լացում եմ։ Բայց ինչի։ Չգիտեմ, զգում եմ, որ էլ ինչ չի սիրում։ Ով է այդ տղան։ Ձեր դասարանից, հա։ Ես ճանաչում եմ իրան։ Չէ, էլի 12-րդ դասան է, բայց ուրիշ տեղ է սովորում։ Լավ, Մաշա, արի այսպես անենք։ Հիմա ես էլ Շուշանեմ, դու էլ Շուշանաս։ Գնանք դասի, հետո վարորդի հետ կգաս ու միասին մի տեղ կգնանք, հա։ Լավ։ Դե մի տխրի, ամեն ինչ լավ է լինելու։ Ախրան, դու իմանաս, թե մենք ինչի համար ենք վիճը։ Ոնց կարա սիրող տղեն իր դասանի երեխեքին չբարևելու պատճառով վիճի ընկերուհու հետ։ Տեսնում ես, Մաշա, դու քեզ էլի վատ ես պահել։ Ախր չի կարելի, չէ՞ այդպես։ Դու ոչ մեկից լավը չես։ Անմենակ թե հիմա էլ դու չսկսես։ Չէ, չեմ սկսում։ Դասերից հետո կխոսենք, հա։ Հիմա քիթիկդ մի կախի, ամեն ինչ լավ է լինելու։
Արի հիմա գնանք դասի, հա։ Դե կանչի Զավերին։ Բարև մամուլ։ Բարև երես։ Աղեննես բարունի պատմելու, որ նստած պետք է լսես։ Էլի գիտի կապիկություն արեցիր։ Ես ընդհանրապես կապիկություն չեմ անում մամվել։ Այն ինչ անում եմ գիտեմ ինչի համար եմ անում։ Դու ոնց կբացատրես։ Գալիս ես փողերդ ես ուզում։ Փողերդ վերցնում ես գնում ես, պետք է բոյի գաս չես գալի, մանվելին ես քաշում։ Մոռացել ես, որ դա տաղավարի քայլեր չի։ Ես դու ես տաղավարից, հա խոսում մամվել։ Որն էր տաղավարի, որ բոյից առաջ դեղ տվեցի շշմեցի, որ ծեցք էր, հա, թե որ կանգնեցիր ասացիր մարդ եմ սպանել, երբ այդ մարդը բարերում խմում է իր համար։ Ինչ։ Ինչ որ լսեցիր մամվել, ու չփորձես ժխտել այն ինչ ես իմ աչքով եմ տեսել, ու ինչքան գիտեմ մեռելները բարերում չեն խմում, աղջիկների հետ ավտոներից չեն իջնում։ Այդ տեսել եմ իմ աչքով մամվել։ Մանգուստ։ Մանգուստ չկա, այսօրվանից քո համար Լևոն։ Ես քեզ սկզբում լսում էի մամվել, որովհետև հարգում էի, վստահում էի քեզ։ Չնայած հերես միշտ էլ ասում էր, որ քեզ վստահել չի կարելի, ափսոս չէի լսում։ Հերեդ։ Հա, հերես։ Ու քո մոտ ասեմ լավ էր ստացում էր մամվել, նենց անել, որ ես չհաշտվեի աբոյի հետ։ Լևոն, ինչ մեղադրականով ես եկել։ Ինձ ինչ հորդ հետ կբարիշես, չես բարիշի։ Քեզ ինչ, հա։ Քանի ես հեռու եմ Ալբերտից, մոտ եմ քեզ։ Այդքան ես հասկացա։ Ու գիտես զզվեցի քեզնից։ Ու քո մեջ ընդհանրապես տղամարդկություն չգտա։ Սրանից հետո դու քո ճանապարհով, ես էլ իմ։ Լևոն, դու հավատացել ես նենց մարդու, որ ինքնասիրություն չունի։ Դու հավատացել ես քացի։ Ցավոք սրտի Էլենը ստեղ ընդհանրապես կապ չունի։ Լսի, ես երեք չեմ ծնվել։ Էս ինչ ասում ես, Էլենի խոսքերն են։ Ես չեմ ուզում, բայց որ գալիս է ժամանակը լավ էլ ուզում է։ Ու քեզ տեսնելուց չգիտես ինչի հույսեր արտանում մոտը։ Գիտես ինչի։ Որտեղ գիտես, որ դու երեխա ես, միամիտ երեխա։ Կարա քեզ խափի։ Իսկ միակ մարդը, որ վախում է, դա ես եմ, որտեղ ականջները կկտրեմ։ Դրա համար էլ ինձ ու քեզ հանել է իրար դեմ։ Ես պատմածդ զզվելի է լսել մամվել։ Ես քեզ արդեն 3 հատ պատճառ բերեցի, թե ինչի չշփվեմ քո հետ։ Այն մարդիկ, ովքերի մոտ ազնիվ չեն, ես իրենց ջնջում եմ իմ կյանքից։ Հաջողություն։ Ստացի լավ։ Արա ես կսպանեմ այդ Էլեն, կկախեմ այդ Էլեն։ Բերեք մոտ ես։ Շուտ։ Բարև ձեզ նստեք։ Ինչ ես տենց նայում։ Նայում եմ տեսնեմ այս անգամ ինչ անակնկալ ես պատրաստի մեզ համար։ Այսօր անակնկալ չկա, այսօր game over-ը։ Մի կերպ դիմացեք։ Շատ խելացի պատասխան էր։ Այդ դեպքում պետք է ասեմ, որ ես եմ անակնկալ պատրաստել։ Լուրջ ես ասում։ Ավելի լուրջ պատկերացնել հնարավոր չէ։ Ինչ անակնկալ, կամ ով է անակնկալը։ Դուրս ես գալիս դասարանից, դուռը հակառակ կողմից փակում ես ու առանց ծնողի ներս չես գալիս։ Դուրս չեմ գալիս։ Դուրս։ Ընկեր Ղազարյան, ասում եմ, դուրս չեմ գալիս։ Այդ դեպքում մինչև այս տղան դասարանից դուրս չգա, ես դաս չեմ անում։
հետևիր մեզ։ Լավ էր։ Ասում եմ հարցեր մի տուր ավելորդ, ու արա այն ինչ որ ասում եմ, դու գալիս ես մեր հետ։ Ինչ։ Դե հիմա ասում եմ, որ այդ երեխան էս երկու օրը դասի կգա արդեն։ Ես իմ արտավարությունը փոխում եմ։ Այսինքն ես այցելային ոչինչ չեմ ասի, բայց փոխարենը մերին կհանեմ դպրոցից։ Իսկ դու այնպես կանես, որ քո դասարանի երեխաների վրա դա շատ ազդի, այնպիսի իրավիճակ պետք է ստեղծել, որ Սենան ինքը թողնի եւ գնա դպրոցից։ Ախ, Շեկոյան։ Երբ ինձ պարտադրում են անել մի բան, որն իմ սրտով չէ, ես էլ պարտադրում եմ անել այնպես, ինչպես ես եմ ուզում։ Բայց այդ Պետրոսյանի աշակերտները շատ ուրիշ են։ Ամեն ինչ կանեն միայն իրենց ուզածին հասնեն։ Իրենց ուզածին հասնեն, հա։ Այստեղ միայն մի հոգի կա, որ իր ուզածին հասնում է։ Դա Անժելան է։ Եվ երեխաներին օգտագործում է այդ հարցում։ Իսկ երեխաներին ինչ է պետք։ Նոր արկածներ։ Իհարկե, ամեն ինչ կանեն, մենակ թե դաս չանեն։ Այ ճիշտ ես, շատ ճիշտ ես։ Գիտես ինչ է սիրում այդ Անժելային, որովհետև բոլորի հետ ջան ասելով ման է գալիս, ամեն ինչի մասին խոսում է, բացի դասից։ Բայց եթե ռեալ նայենք, Պետրոսյանի աշակերտները գիտելիք ունեն։ Այ քեզ բանայի դա։ Մայրենի լեզուն էլ չիմանա, եւ հետո ավարտական դասարանը նրանցից յուրաքանչյուրը վստահ եմ, որ հիմա դասախոսների մոտ պարապում են։ Լավ, ինչևէ, մենք շատ շեղվեցինք, հենց այդ աղջիկը գա դասի, ինձ տեղյակ պահիր։ Լավ։ Իսկ հիմա գնա դաս չունես։ Ունեմ, իհարկե ունեմ։ Զանգ արդեն եղել է։ Դե լավ, 10 րոպեում գիտնականներ չեն դառնալու։ Այդա դու գիտես, որ ես չեմ սիրում, երբ դաս չեն անում։ Գիտեմ, բայց ես ուրիշ բանի մասին էի ուզում խոսել։ Գալստյանի։ Այս ժամից հետո լավ, հիմա գնա դասի։ Լավ, բայց շատ կարևոր նորություն ունեմ։ Գնացի։ Երիքա սովաս չին բալեն։ Պապ ուզում եմ միտեղ գնանք։ Գնանք, պապ ոնց բալես։ Ուր ես ուզում որ գնանք։ Դե չգիտեմ։ Հագնվեմ ես։ Հագնվի։ Դավ։ Դե ես էլ հագնվեմ, բայց մերի, կարող ես լինի հագնվեմ փոշմանես գաս։ Չէ, պապ, ճիշտ եմ ասում, չեմ փոշմանի։ Դե գնացինք, արի։ Ես տեղ գործ եմ։ Առած ավելորդ հարցերի։ Դու հասկանում ես, ես չեմ կարա սենց վեր կենամ ու գնամ։ Կարաս ու կգաս։ Ես պետքա մարդկանց հանձնարարություն տամ։ Ես պետքա մարդկանց տեղյակ պահեմ։ Երևի լավ չես հասկանում, Ալեքսանդրն է քեզ կանչում։ Ես հասկացա, ես գալիս եմ, բայց պետքա մարդկանց տեղյակ պահեմ։ Սկսիր երկարացնել։ Շարունակությունը դիտեք գովազդից հետո։ Մեջության և գեղեցկության տոն, ծրհավոր։ Ընտանեկան լոտ